Բարև ձեզ Arm Radio-ի եթերում սոցիալական ցանցերի տեսությունն է, ես Հասմիկ Բուդաղյանն եմ, ձեզ կներկայացնեմ հանգստյան օրերից մինչ այս պահը սոցցանցերում առավել շատ քննարկված թեմաներն ու դրանց մեկնաբանությունները։ Առանձնացրել եմ հետևյալը. Չինական ավտոբուսներ Երևանում արժեր պատմական հարց դարձնել, քաղաքական գործիչների գրառումները Facebook-ում, Արմեն Աշոտյանի նախընտրական խրատանին, լրատվական կայքում բլոգ ստեղծելու եւ զարգացնելու ձևերը, երջանկության մեխանիկա, երջանիկ են իրականում հաղորդման հերոսները, Արմեն Շեկոյանի վերլուծությունը։ Այժմ այս ամենի մասին առավել մանրամասն։ Հանգստյան օրերին քննարկվող թիվ 1 թեման չինական մանուշակագույն ավտոբուսներն էին, որ գործի են անցել որոշ չափով բեռնաթափելու համար հնամաշ գազելները։ Ավտոբուսների հարցը հնարավորինս քաղաքականացվեց։ Ժառանգության անդամ բլոգեր Դավիթ Սանասարյանը չի հավատում, որ այս ավտոբուսները Չինաստանն իսկապես նվիրել է մեզ։ Լավ է չեն ասում, Չինաստանն է ընտրակաշարք բաժանել, ասում է Դավիթը։ Օգտատերերից մեկն էլ նկատել է, որ ավտոբուսների վրա գրված է հայեր եւ ենթադրում է, որ չինացիները հայերիս պատկերացնում են մեծ եւ մանուշակագույն։ Լրագրող Հակոբ Բադալյանն ավտոբուսների թեմայով մի ամբողջ շարք ունի։ Ահա նրանցից մի քանիսը։ Սինխուա գործակալությունը հայտնում է, որ մինչև տարեվերջ արտադրության կանոնները խախտելու համար եւս 300 չինական ավտոբուս կակսորվի Հայաստան։ Հակոբը նաեւ չի հասկանում, թե ինչ է նշանակում ավտոբուսների շքերթ կազմակերպել։ Ապա շարունակում է թեմայի շուրջ հումորային գրառումը։ Մինչև տարեվերջ միջկառավարական համաձայնության շրջանակում մայրաքաղաք է ներկրվելու 8456 հատ չինական ծառ։ Հանգստյան օրերին ծառերը կցուցադրվեն Հանրապետության հրապարակի բացօթյա ցուցահանդեսում, հայտնում է Հակոբը։ Ծառերի մասին Բադուեյեմ կայքում քաղաքացիներից մեկն ահազանգել է, որ հանգստյան օրերին Աչափնյակ համայնքի թիվ 168 դպրոցի կողքին գտնվող մանկապարտեզի տարածքում գիշերվա ընթացքում կատարվել է ծառերի իսկական ցեղասպանություն, հատվել է առնվազն 10 առողջ ծառ։ Բնակիչների հավաստմամբ արդեն նախկին մանկապարտեզի տարածքը պատկանում է Ոմն գնդապետի, որը սկսել է իրացնել նաև կանաչապատ տարածքները։ Գրվում է Բադուեյեմ կայքում։ Այս մասին տեսանյութ է տեղադրվել YouTube-ի Արտակ 504 ալիքում։ Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանում ժամային գոտու փոփոխություն չի եղել եւ քանի որ Հայաստանը պատշաճ կերպով այդ մասին չի տեղեկացրել աշխարհին, այս օրերին մենք սխալ ժամ ենք համակարգիչներում տեսնում, հետեւաբար օգտատերերը դժգոհում են, որ համակարգչի ժամին հետևելով խախտել են բոլոր պայմանավորվածությունները։ Գեղամ Նազարյանը թեմայի շուրջ գրում է. պատկերացնում եք, մենք Եվրոպային ավելի մոտ ենք, Եվրոպան այսքան մոտ վաղուց չի եղել մեզ։ Անի Գրիգորյանը լրացնում է, սա լուրջ խթան է եվրոինտեգրման համար։ Արմեն Աշոտյանը իր Facebook-յան էջում հանգստյան օրերին նախընտրական խրատանի է հրապարակել, ահա այն։ Մանդատը չտեսած մի մերկացիր։ 4.9% կլինես, 5% չես լինի։ Լեզվին զոր տալուց հիշիր քաղաքական ճողվածքի մասին։ Ընտրեք չարյաց փոքրագույնը։ Գցիր, որ չգցեն։ Facebook-ը քաղաքական կատեգորիա չէ։ Լեզվի երկարությունը հակադարձ համեմատական է ցուցակային տեղին։ Մարդ կա մարդ է, մարդ էլ կա անցողիկ տեղում է։ Նազիկ Ավդալյանի քարը ծանր է։ Մանդատը վարունգ չէ, կամ կա, կամ չկա։ Ահա սա էր նախընտրական խրատանին ըստ Արմեն Աշոտյանի։ Արմեն Աշոտյանին ՀՀԿ ցուցակում տեղ գտած երգչուհի Շուշան Պետրոսյանի մասին հարց է ուղղել Հայկ Ծիրունյանը, նշելով, որ հիասթափված է այս փաստից։ Արմեն Աշոտյանը պատասխանում է նրան. Շուշանին ճանաչում եմ վաղուց։ Շուշանը եզակի է նաև իր քաղաքացիական կեցվածքով եւ շիտակ պահվածքով։ Կարող եմ չկիսել իր մի շարք տեսակետները, բայց որ նա ազնիվ է, հայրենասեր, տաղանդավոր, դրանում չկասկածեք։ Վստահ եմ, որ նա լավ падգամավոր կլինի, ներվ կենթանություն կփորձի հաղորդել երկրի օրենսդիր մարմնին, որին հաճախ պակասում է այդ ամենը։ Արմեն Աշոտյանը հիշեցնում է, որ երգչուհին падգամավոր լինելով կարող է շարունակել իր ցանկությամբ զբաղվել ստեղծագործական աշխատանքով։ Դա թույլատրում է Հայաստանի օրենսդրությունը։ Եվ երկրորդ падգամավոր դառնալու համար չկա եւ ոչ մի մասնագիտական նախնական վերապահում։ Նա հրաշալի կարող է գտնել իր նիշան խորհրդարանում։ Շուշան Պետրոսյանի մասին ասել է Արմեն Աշոտյանը։ Հաջորդ թեման Facebook-ում Ռաֆի Հովհաննիսյանի պահվածքն է, նա որոշել է հանել իր թեկնածությունը TV7 ընտրատարածքից հանուն ՀԱԿ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանի։ Օգտատերերը նրան շարունակում են փոփոխական կերպարների շարքին դասել, թեկնածությունը դրել է իր, արածի տեր կանգնել։ Ահա այսպիսին էին շատերի տեսակետն այս հարցում։ Սամվել Մարտիրոսյանն էլ քաղաքական թեմաների շուրջ կատակում է։ Ընդդիմադիր դաշտում հետաքրքիր բաներ են կատարվում, բոլորը բոլորից նեղացել են, հաշվի առնելով, որ նման բան կատարվում է նաև իշխանական թևի երկու կուսակցությունների միջև, հաղթելու է ՕԵԿ-ը, եզրակացնում է Սամվելը։
Իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ով թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի մրցակիցն է, վերջինիս հրավիրում է հեռուստաբանավեճի։ Նա կարծիք է հայտնել, որ այդ հանդիպումը կազմակերպելու դեպքում նաև հեռուստաընկերությունների վարկանիշը կբարձրանա։ Իսկ Սամվել Ալեքսանյանն արդեն ասել է, որ քթի վիրահատությունից հետո չի կարողանում նորմալ խոսել, այնպես որ չմեղադրեք մարդուն, եթե հրաժարվի բանավեճից։ 7 օր AM-ին Սամվել Ալեքսանյանը նաև ասել է. հեռուստացույց չեմ նայում, թերթ չեմ կարդում, նոր եմ սկսել կարդալ։ Այս մի քանի ամիս է, որ բիզնեսը թարգեցի, որոշեցի մտնեմ պոլիտիկայի մեջ ու սկսեցի թերթ կարդալ, ասել է Սամվել Ալեքսանյանը։ Բայց հիշեցնենք, թե ինչ էր ասում մի քանի շաբաթ առաջ Սամվել Ալեքսանյանը Ազատություն AM-ին։ Նա այն ժամանակ ասում էր, որ պոլիտիկայի մեջ է, ավելին օրենսդրական նախաձեռնությունների է մասնակցել, ահա։ Դուք օրենսդիր գործունեությամբ զբաղվում եք։ Բա ինչ եմ անում, ամեն ինչ էլ անում եմ։ Դուք վաղը երկշաբթի օրը արեք, ես սաղ ասեմ, ինչ օրենքներ եմ գրել։ Եք հիշում ձեր այնքան նախաձեռնություն եմ արել, որ չեմ հիշում։ Եթե պոլիտիկայով չզբաղվելով է Սամվել Ալեքսանյանն այդքան ակտիվ եղել, պատկերացրեք սրանից հետո ինչ է անելու, երբ բիզնեսը հանձնել է կնոջն ու արդեն ազատ է։ Նիկոլ Փաշինյանի նամակին, որով նա ազգային ժողովից պահանջում է ներկայացնել, թե ինչ պատճառներով է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բացակայել 4-րդ գումարման ազգային ժողովի նիստերից, ազգային ժողովը կպատասխանի օրենքով սահմանված կարգով։ Այս մասին թերթ AM-ի հետ զրույցում ասել է ազգային ժողովի փոխնախագահ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրվա առիթով այս օրերին շատ են մեկնաբանությունները ի հիշատակ սիրված գործչի։ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը գրում է. արդեն 5 տարի է, ինչ մեզ հետ չէ իմ ավակ ընկեր Անդրանիկ Մարգարյանը։ Այս ողջ ընթացքում ինձ միշտ թվացել է, որ նա մեր կողքին է իր հանդուրժող բնավորությամբ, բարի ժպիտով, մարդկային արժանապատվությամբ, խստապահանջ վերաբերմունքով, պետությանն ու հայրենիքին նվիրվածությամբ։ Իմ քաղաքական գործունեության մեջ մեծ է եղել Անդրանիկ Մարգարյանի դերը, եւ այսօր էլ յուրաքանչյուր քայլից առաջ մտածում եմ, թե ինչպես կվարվեր Անդրանիկ Մարգարյանը կամ ինչ գնահատական կտար այդ քայլին, գրում է ազգային ժողովի նախագահը։ Այլ թեմաների մասին լրատվական կայքում բլոգ ստեղծելու եւ զարգացնելու ձևերին է ծանոթացնում միջազգային փորձագետը Media AM կայքում։ Բլոգ վարելը պարզապես լուրեր հաղորդել չէ, բլոգերներն էլ պարզապես նորություններ տվող չեն։ Նրանք պետք է ավելի շատ ինքնություն ունենան, ասում է The New York Times-ի նորությունների փոխխմբագիր Մեգան Լիբերմանը։ Հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր գերազանց լրագրողներ եւ թղթակիցներ են, եւ նույնիսկ գերազանց գրողներ, սակայն բլոգ վարելը նրանց համար պակաս բնական է։ Բլոգի ձևաչափի հիմնադիր հայրերից մեկը Դեյվ Վիները բլոգ վարելու ամենահիմնական նկարագիրն է տվել։ Այն է մարդու չխմբագրված ձայն։ Անշուշտ որոշ բլոգերների գրառումները կարող են թեթևակի խմբագրվել, սակայն գրվածի մեջ պետք է լինի սեփական տեսակետը կամ էլ հեղինակի իրական ձայնը։ Բլոգի լավ հեղինակը հավատում է, որ ինքը կարևոր բան ունի ասելու եւ պատկերացնում, թե ինչպես դա լավագույնս անել։ Լրատվական կայքի բլոգի համար առանցքային բաղադրիչ է բովանդակության ճիշտ չափաբաժինը։ Կարևոր է գրել այն թեմայի մասին, որը լսարանի եւ խմբագրի կարծիքով պահանջում է ավելի շատ ուսումնասիրություն, կարևոր է միևնույն ժամանակ փորձել չկրկնօրինակել նորությունների ավանդական լուսաբանումը, որն առկա է կայքում։ Ինչ են բլոգները տալիս քեզ, որ նորությունների կայքերի մյուս հատվածները չեն տալիս։ Նորությունների հաղորդման արագությունն առավելություններից մեկն է։ Բլոգները ճկուն են եւ կարող են արագ նորություններ ստանալ եւ տարածել դրանք։ Որոշ կայքեր, ինչպիսիք են Los Angeles Times-ը, նույնիսկ ստեղծում են հրատապ լուրերի բլոգ հաղորդելու զարգացող պատմությունները եւ նորություններն այնքան արագ, որքան հնարավոր է։ Բլոգները նաև հավաքատեղի են դառնում օնլայն համայնքի համար։ Բլոգում ընթերցողները ստեղծում են ավելի ամուր կապեր հեղինակի բովանդակության եւ միմյանց հետ, քան նրանք անում են կայքում ընդհանրապես։ Media AM-ում գրող լրագրող Լուսինե Վայաչյանը, որն է լրագրողի գինը վերնագրով հոդվածում անդրադարձել է լրագրողի վարձատրության խնդրին, թե ինչքան է լրագրողն ինքն իրեն գնահատում գնային սանդղակով եւ ինչքանով է դրան համաձայնվում գործատուն, դա արդեն տետատետ է որոշվում։ Եթե դրան գումարենք այն, որ շատ դեպքերում այդ նույն հաստիկային լրագրողին կարող են առաջարկել քաղաքական կամ գովազդային հոդվածներ գրել, ապա լրագրողը նույնիսկ ամենալավ պայմաններով աշխատանքի ընդունվելու դեպքում մեկ է մնում է խոցելի, քանի որ չունի նորմալ արհմիություն։ Ժուրնալիստների միությունը եւ իր անվամբ եւ աշխատավոճով մնացել է սովետի մակարդակին, չկա մեկը, որ պաշտպանի լրագրողի շահերը, որ գիրը նաեւ գին ունենա, որովհետեւ դա ուղեղի գերլարվածություն պահանջող աշխատանք է։ Լրագրողների ընտանիքներն ապրում են նրանց նյութերի հետ։ Լրագրողը իրադարձությունները դեռ հեչ նա մարդկանց է սկսում նյութ ընկալել։ Ընկերներին, եթե օրաթերթի հաստիկային աշխատողը եւ էջ լցնելու խնդիր ունի, ի վերջո վեր է ածվում գրդոնչու, կորցնում է որակը, վեր է ածում
Պապարացի վատագույն դեպքում դեգրադացվում է, լավագույն դեպքում հեռանում լրագրության կեղտոտ աշխարհից։ Որն է լրագրողի գինը, ինչպես ով է դա որոշում, ով է լրագրողի պաշտպանը, այս հարցերը Լուսինե Վայաչյանի համար մնացել են անպատասխան։ Ընտանեկան երջանկության մեխանիկային է անդրադարձել գրող Արմեն Շեկոյանը։ Նա գրում է. Նազենի Հովհաննիսյանի երջանկության մեխանիկան նայելիս միշտ Լև Նիկոլաևիչ Տոլստոյին եմ հիշում, ավելի ճիշտ Տոլստոյի այն միտքը, թե բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար։ Եթե ինձ մնար, ես հակառակը կասեի, որ երջանիկ ընտանիքները հեչ նման չեն իրար։ Չնայած ինչ մեղքս թաքցնեմ, կյանքումս երջանիկ ընտանիք տեսած չկամ, ի տարբերություն Լև Նիկոլաևիչի։ Ես հիմա հեգնանքով եմ խոսում Նազենիի այս անվերջանալի հյուրերի մասին, որովհետև նրանցից շատերին անձամբ եմ ճանաչում եւ ձեզ կարող եմ հավաստիացնել, որ իրենց երջանիկ հռչակած այդ մարդիկ ամենևին էլ երջանիկ չեն, իմ պատկերացմամբ ու իմ իմանալով իհարկե, ասում է Արմեն Շեկոյանը։ Դա Աստված, որ իրենց երջանկության հարցում սխալված լինեմ եւ միանգամայն հնարավոր է որ սխալվեմ, որովհետեւ երջանկության մասին իմ պատկերացումները հեչ չեն համապատասխանում իրենց պատկերացումներին, ավելի ճիշտ, ես չեմ պատկերացնում, որ բնության ու իրականության մեջ բացարձակ երջանիկ ընտանիքներ գոյություն ունեն, իսկ ավելի ստույգ, ես ի տարբերություն Նազենիի հանապազորիա հյուրերի դեռևս չեմ հայտնագործել երջանկության սահմանումը եւ դեռևս չգիտեմ, թե մեր ընտանիքներից որոնց կարելի է երջանիկ ընտանիք համարել, շարունակում է Արմեն Շեկոյանը։ Իսկ ընդհանրապես ես ոչ միայն չգիտեմ, թե որ ընտանիքներին կարելի է երջանիկ համարել, այլև չգիտեմ, թե ում կարելի է երջանիկ մարդ համարել։ Երջանկության մասին միակ ճշգրիտ բնորոշումը իմ կարծիքով տվել է Մարտիրոս Սարյանը։ Լրագրողի հարցին, թե ինչ է երջանկությունը, վարպետը պատասխանել եւ ասել է. երջանկությունը ապրելն է։ Այսինքն բոլորս երջանիկ ենք առայժմ, ասում է Արմեն Շեկոյանը։ Իսկ հետգրության մեջ գրողը մի գաղտնիք է բացում։ Անցյալ դարի 70-ականների հիշարժան մի օր նստած էին գրողների միության նկողի սրճարանում, եթե հիշողությունս չի դավաճանում, Վանո Սիրադեղյանը, Ալվարդ Պետրոսյանը, Ռոլանդ Շարոյանն ու ես։ Մեր սուրճերն էինք խմում, երբ շնչակտուր սրճարան մտավ արձակագիր Մանուկ Մնացականյանը, գրպանից հանեց ու մեր սեղանին դրեց գրոտած մի թուղթ եւ ասաց. «Ժողովուրդ ջան, ինձ պիտի փրկեք, Մոսկվան մեր ֆիլմը հաստատել է, բայց վերջնական վերնագիր չունենք, այս վերնագրերից մեկն ընտրեք դնենք»։ Մանուկի թղթին մի տասնյակի չափ վերնագրեր էին գրված, բոլորն էլ նորմալ, վերնագրերից մեկը ջնջված էր, բայց ջնջված վիճակում էլ կարդացվում էր երջանկության մեխանիկա։ Երբ կարծիքս հայտնեցի ու ասացի, որ մեջներից ամենահաջողն այդ ջնջվածն է, ներկաներն ու մանավանդ Մանուկը ծիծաղեցին վրաս։ Մի քանի օր անց, երբ նույն տեղում հանդիպեցի Մանուկին, ասաց, որ երկար մտածելուց հետո իմ ընտրածի վրա են կանգ առել։ Ինչպես տեսնում եք, երջանկության մեխանիկա հայտնի եւ սիրված ֆիլմի մեջ Արմեն Շեկոյանի մատն էլ է որոշ չափով խառը։ Նրա նույնանուն վերնագրով հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Media.am կայքում։ Սոցցանցային այլ նորություններ։ Անգլիական եկեղեցին որոշել է դիմել Twitter-ի օգնությանը Քենթերբրի arczepiskopos-ի ընտրության հարցում։ Մինչ բրիտանական վարչապետին arczepiskopos-ի թեկնածուներին ներկայացնելը եկեղեցու ներկայացուցիչները կդիմեն հասարակական կարծիքի օգնությանը։ Նրանց կհետաքրքրի բոլոր կրոնների եւ եկեղեցիների, ինչպես նաեւ աթեիստների եւ ագնոստիկների կարծիքը։ Տոկիոյի դատարանը Google-ին արգելել է օգտատերերի կողմից առավել հաճախ գործածվող հարցումներն ավելացնել որոնողական համակարգի հիշողության մեջ։ Որոշումը կայացվել է ճապոնացի մի քաղաքացու հայցի հիման վրա, որի անունը համակարգում փնտրելիս կապվում էր մի շարք հանցագործությունների հետ, որոնք նա չէր կատարել, ինչի հետևանքով քաղաքացին դժվարությունների է հանդիպել աշխատանք փնտրելիս։ Google-ի ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ չեն պատրաստվում կատարել Տոկիոյի դատարանի որոշումը, քանի որ իրենք ենթարկվում են միայն ամերիկյան օրենքներին։ Նա նաև նշել է, որ համակարգի հիշողության մեջ ավելացումները մեխանիկորեն են կատարվում, ըստ այդմ մարդու անձնական կյանք ներխուժելու մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Ամերիկյան մի ընկերության անցկացած հետազոտության համաձայն ԱՄՆ-ում համացանցում դիտվող ֆիլմերի քանակը կգերազանցի խտասկավառակներով եւ Blu-ray-ով դիտվող ֆիլմերին։ Նշվում է, որ 2011-ին համացանցում դիտվել է 1.5 միլիարդ ֆիլմ, մինչդեռ այս տարի այդ ցուցանիշը 2.5 անգամ կավելանա, իսկ ֆիզիկական կրիչներով կդիտվի 2.5 միլիարդ ֆիլմ։ Իդեպ ԱՄՆ-ում մեկ խտասկավառակն արժե մոտ $5, մինչդեռ մեկ ֆիլմի ներբեռնման համար անհրաժեշտ է ընդամենը 50 սենտ։
Ռուսաստանի խոշոր սոցիալական կայքերից մեկը Օդնոկլասնիկի.ru-ն մարտի 26-ին նշում է իր ստեղծման 6-ամյակը։ Կայքը գրանցվել է 2002-ին ICD Publishing ընկերության աշխատակից Ալբերտ Պոպկովի կողմից, սակայն միայն 4 տարի անց է կյանքի կոչվել։ 7 ամիս անց կայքն արդեն ուներ կես միլիոն օգտատեր։ 2008-ի ամռանը նրանց թիվը հասավ 20 միլիոնի, այժմ կայքն ունի 27 միլիոն 700 հազար ակտիվ օգտատեր։ Ինտերնետի արագության աճով աշխարհի միջինից առաջ ենք ընկել, այս եզրահանգմանն է եկել տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, նա խոսում է փաստերով ու թվերով։ Գրեթե 1 տարի առաջ Հայաստանում YouTube-ի ներբեռնման միջին արագությունը մոտ 1.3 մեգաբիտ էր վայրկյանում համաշխարհային 4.3 մեգաբիթի դիմաց, իսկ այսօր Հայաստանում արագությունը 3.3 մեգաբիտ է, միջին համաշխարհայինը 5.4, այսինքն Հայաստանում աճն էականորեն արագ է ընթանում։ Վերջերս 1.5 միլիոն լայք ապրիլի 24-ից առաջ անվանումով Facebook-ում էջ էր բացվել։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունից հետո էջի ակտիվիստները կոչ են անում ավելի ակտիվորեն տարածել էջի հղումը։ Իսկ Էրդողանը հայտարարել էր. Օբամային ասել եմ, որ մենք հոգնել ենք ամեն ապրիլին նույն խնդիրն է առաջանում։ Ես ցույց տվեցի նաև մեր կատարած քայլերը, Աղթամարի եկեղեցու օրինակը ցույց տվեցի, ասել է Էրդողանը։ Նրանց թվում է մի եկեղեցի բացելով հայերը կմոռանան 1.5 միլիոն նահատակներին, հետևաբար կոչ ենք անում առավել մեծ ուժով միացեք մեզ ու տարածեք այս պատգամը, հավաքել 1.5 միլիոն լայք մինչև ապրիլի 24-ը։ Կոչ են անում նախաձեռնության ակտիվիստները, իսկ այս նախաձեռնության հեղինակը ամերիկահայ Արմեն Հարեյանն է, ով ԱՄՆ-ում հայտնի լրատվական Hulik.com կայքի խմբագիրն է։ Թեմայի շուրջ Արմեն Հարեյանի հետ հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում։ Այսօրվա համար այսքանը սոցիալական ցանցերում քննարկվող թեմաներից սոցիալական ցանցերի տեսությանը մոնիտոր հաղորդաշարին կարող եք հետևել նաև YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում, ընտրելով Arm Radio FM 107 Հասմիկ Բուդաղյաններ։ Առայժմ